Բարի լույս ես մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է առաջին ծրագիրը եւ մենք արձագանքել ենք այն բոլոր շատ նամակներին, որոնք գալիս են մեզ եւ այսօրվա մեր երկրորդ հյուրերը հենց ձեր ցանկությամբ են եւ պահանջով։ Այո, մեր հյուրերն են իհարկե Մարիա հեռուստանովելի դերասանները Բաբ Վարդանյանը եւ Վահե Վարդանյանը։ Շատ սպասված, բարի լույս։ Բարի լույս։ Սերիալում եք եղբայրներ, բայց իրականում եղբայրներ չեք։ Ոչ, այո, ճիշտ եք ասում, իրականում լավ ընկերներ ենք արդեն ամիսներ շարունակ։ Որտեվ ազգանունները նույնն են, այդ պատճառով իհարկե հարցի պատասխանը հետևյալն է։ Շատ լավ, մի քիչ խոսենք ձեր մասնակցությունը սերիալում ոնց սկսվեց, որովհետեվ արդեն սերիալը գնալով ստանում էր հանգուցալուծումները։ Առաջինն է, երկրորդն է, որն է ձեզ համար փորձը այս ամբողջում։ Իմը Երրորդը։ Այո, հեռուստասերիալն է, որին մասնակցում եմ։ Սա մի փոքր ավելի երկար տևեց, հետաքրքիր նկարահանումներ, հետաքրքիր մարդկանց հետ։ Ձեր փորձն էլ ավելի շատացավ երկար տևելով։ Փորձը լավ մարդկանց, պրոֆեսիոնալ անձնակազմի հետ իհարկե օրեցօր հասկանում ես, որ լավանում է։ Դավիթ։ Իմը որպես հեռուստասերիալ առաջինն է, ես ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո մինչև ծառայության անցնելը գեղֆիլմում եմ նկարվել, հետո արդեն ծառայությունից հետո սա որպես հեռուստասերիալ առաջին փորձս է։ Մեծ կերպարով էսպիսի։ Իսկ ձեզ էլ շատ սիրում ոնց ձեր խաղընկերոջը, որովհետև իր հետ արդեն հանդիպել ենք, կարդացել ենք բոլոր նամակները իրեն ուղղված։ Ինչքան որ ասում են, օրինակ փողոցում մոտենում են, այսպես մոտիկ հարազատ ընկերներ, բարեկամներ, հա, չեմ ուզում մեծամտանամ ասեմ, որ հա ինչ շատ են սիրում, միգուցե եւ սիրում են։ Ես կարող եմ պատասխանել այս հարցին, երբ ինձ մոտենում են, առաջին հարցը ոնց է աղբերդ, Դավիթ ինչպես ասում, լավ։ Իսկ ինչ են փողոցում ամենաշատը ձեզ հարցնում, ասում, կամ ամենատեն զավեշտալի դեպքերը, որ ձեզ հետ պատահում են։ Փողոցում հանդիպած զավեշտալի դեպքերը շատ են, եղել է որ վազել են հեռվից գոռալով Դավիթ, ես էլ չեմ մտածում, որ իմ հետ կարող են լինել Դավիթ, որ արդեն մոտենում են, բան անկախ ինձնից ձայների վրա պտտվում ես, գալիս են, մոտենում են, այդ աղջկա հետ մի տենց վարվի, ինքը լավն է, կամ հակառակը թող այդ աղջկան, դու ավելի լավին ես արժանի, շատ են իրականացնում այդ ամեն ինչը էլի մարդիկ, հիմնականում այս ֆորմատի մեջ էլի։ Աբուլ, կերպարներով էլի հարցնեմ։ Այո, իմ հետ զավեշտալի դեպքեր չի եղել։ Միշտ դրական խոսքեր, դրական էմոցիաներ, երբ հանդիպում եմ փողոցում մարդկանց, հաճելի է։ Բայց երբ կերպարներով ընկալեն, ասեն, չգիտեմ, քեզ էս ինչը խաբում է, իրան մի հավատա, դու լավն ես։ Շատ է լինում, հիմա երբ Աբուլ են ասում, իմ հետ էլ չեն լինում, անկախ ամեն ինչից, ես ուզում եմ տեսնեմ ով էր։ Ավելի շատ արդեն այդ Աբուլ անվանը ավելի եմ համակերպվել ես վերջին շրջանում։ Այդպես, հիմնական Դավիթից են հարցնում, Դավիթին ասա էլի, որ այսպես է էլի, ես էլ ասում եմ։ Շատ լավ, հեռուստադիտողը միշտ տեսնում է այն ինչը, որ արդեն եթերում է, հա, բայց այդ ամենը շատ այսպես տքնաջան նկարահանումների ու աշխատանքների արդյունք է։ Դժվար չեն նկարահանումները, չեն հոգնեցնում, ինչ է կատարվում ընդհանրապես նկարահանման հրապարակում։ Նկարահանումները իրականում օրեր կան, որ հոգնեցուցիչ են, որովհետև ժամանակային առումով բավական երկար են տևում։ Կան օրեր, որ նկարահանվում են գիշերային տեսարաններ, այսինքն առավոտից նկարահանումները սկսվում են մինչև ուշ գիշեր, ողջ անձնակազմում մնում ենք, նմանատիպ օրերը բավականին հոգնեցուցիչ են, որովհետև դժվար է մանավանդ մեծ կերպարի դեպքում մեծ տեքստեր, մեծ տեսարաններ, տարբեր մարդկանց հետ հոգնում ես, բայց որպես այսպեսին իմ առաջին փորձ ես շատ տպավորված եմ, ես այդ մեծ երկար օրերը, մեծ տեսարանները, որ ավելի շատ ես մնում, ավելի շատ ես օգնում, ավելի հաճելի են անցնում, ես շատ ուրախանում եմ այդ օրերին, ինձ հաճելի է շատ, մանավանդ ռեժիսորի հետ շատ լավ է։ Եվ այսինքն ձեր ճանաչումը նոր է։ Բաբկենի դեպքում ոնց որ նախորդ սերիալներից արդեն կար ճանաչումը, ձեր դեպքում նոր է։ Իսկ այդ զգացողությունն է, երբ փողոցում ձեզ ճանաչում են։ Ինձ ժամանակին, երբ որ ես նոր սկսում էի հեռուստասերիալում նկարահանվել, ասում էին, որ կճանաչվես, կմեծամտանաս, արդեն ավելի ուրիշ ձև քեզ սկսես պահել, ես չհասկացա ինչի պիտի տենց լիներ, որոշ մարդկանց տենց էլ չհասկացա, որովհետև այդ ճանաչումը կա, բայց
իմ մոտ տենց էլ ոչինչ չփոխվեց։ Ճիշտ է ասում։ Այո։ Ճիշտ ենք կողքի տպավորությամբ։ Ես չեմ պատկերացնում արդյոք կլիներ իմ փոխարեն մեկ այլ տղաով կնկարահանվեր այդ կերպարում այդ ֆիլմում ու իրան կդրսևորեր ժամանակի ընթացքում ուրիշ ձև, չեմ պատկերացնում ինչի արդյունքում։ Ճիշտ եմ հասկանում, սերիալը կամաց մոտ են մեր հանգուցալուծմանը։ Այո, սկսվել է արդեն լարված սերիալները, արդեն փորձում ենք ավարտին հասցնենք։ Ինչ է սպասվում հեռուստադիտողին առանց իհարկե փակագծեր բացելու, բայց հուզական առումով, չգիտեմ, ավելի շատ են լացելու ձեզ հետ միասին, ավելի շատ են անհանգստանալու։ Մեծ զարգացումներ լիքը բան դեռ փոխվելու են, շատ փոփոխություններ դեռ կլինեն, շատ վատ եւ լավ դեպքեր դեռ կսպասվեն բոլորին։ Այո։ Որպեսզի շատ փակագծեր չբացենք, բայց հետաքրքիր հանգուցալուծումներ դեռ կլինեն։ Կան կերպարներ, որոնք միշտ այսպես նույնիսկ սերիալը ավարտվելուց հետո, մնում են այդ կերպարները, որովհետև հեռուստադիտողները շատ են սիրում, ես իմ փորձից կարող եմ ասել դա, պրոյեկտը, որում վերջին անգամ նկարվել եմ, արդեն 8 տարի ինչ չկա, բայց երեխաները, որոնք դեռ ավարտվելուց հետո էլ ծնված չէին, բայց այսօր արդեն 7-8 տարեկան են, այդ կերպարներով են ապրում։ Ինչ է կարծում, ինչպիսին է լինելու հետոն արդեն, երբ որ այս ամենը ավարտվի եւ իհարկե սկսվեն նոր աշխատանքներ, բայց կերպարները, որոնք խաղացել եք, դեռ շարունակելու են ապրել հեռուստադիտողի կամ հետևորդների համար։ Ինչպես եք պատկերացնում արդեն այդ շփումը։ Դրանից մի փոքր վախենալ կարելի է։ Բայց ինձ թվում է դաթարներով հետո նորից նոր կերպարին մարդկանց սովորեցնելով պետք է հասնենք մի կետի։ Իսկ ինչ անել, որ չկրկնվել։ Խաղալ վատ դեր։ Կերպարին այլ հարցեր տալ, որը չստոպել այս կերպարին, այո։ Հարցերով փորձես գտնել նոր կերպարի բնավորությունը, տեսակը։ Լավ, դա շատ համեստ է սերիալի դեմքերի համար։ Ահա։ Իրականում ես էլ մի փոքր ավելացնեմ, լավ է որ մարդիկ հիշում են քեզ, բայց վատա որ հիշում են նույն ձև, նույն կերպարով, որովհետև կյանքը շարունակվում է, դեռ լիքը նորանոր կերպարներում կարանք հանդիսանանք, բայց մյուսները ավելի հիշարժան, ավելի լավը պիտի ձգտենք սարքել, որ չլինենք տարբեր այլ կերպարներում, բայց մեզ հիշեն այն մի կերպարով։ Միշտ բոլոր նույնիսկ ավելի հայտնի հոլիվուդյան աստղերի մոտ ամենալավ դերասանների մոտ կան մի հատ մի կերպար, որով ինքը ավելի հայտնի է, ավելի ճանաչված է, ասոցացվում է հենց այդ ֆիլմի այդ կերպարի հետ, բայց պիտի մյուսներն էլ նայես, պիտի փորձես նայել ուրիշ աչքով, որպես դերասանի մտահորիզոնը հասկանալու համար, կարողությունները հասկանալու համար, դրա համար պետք է ձգտել ավելի ոնց որ Բաբկինը նշեց, ավելի ուրիշ ձև ներկայանալ, ավելի հետաքրքիր։ Թատրոնում գործունեություն ծավալում եք։ Ունեցել ենք փորձ, ես ունեցել եմ փորձ ներկայիս դուրսությամբ Դեռ ոչ։ Ես ուսանողական տարիներին բավականաչափ շատ ներկայացումներում խաղացել եմ, հետո էլի ծառայություն, բանակից հետ գալ արդեն ցանկությունս մի քիչ մարեց դեպի թատրոն, բայց հիմա շատ կուզեի էլի լինել ինչ-որ թատրոն, թեկուզ ինչ-որ ներկայացումներում, առանձին ոչ շտական դերասան թատրոնի։ Հարց, որ ինձ միշտ է հետաքրքրել, դուք նայում եք սերիալը, հետևում եք ձեր խաղին, կարողանում եք հասցնել, որովհետև գիտեմ, որ նկարահանումները շատ խիտ են, գրաֆիկը շատ զբաղված է։ Երբ տանն եմ լինում, տատի հետ անպայման։ Իսկ տատիկը ինչ է ասում։ Դավիթին միշտ ջերմ բարևներ։ Հավանում է ձեր Մարիային խաղը։ անպայման։ Հա, չեն ասում ինձ, բայց երևի էլի։ Իսկ լինում է, որ ասի, որ այստեղ ինձ դուր չեկար, կամ այստեղ ինչ-որ բան այն չէր։ Չէ, չի եղել միշտ։ Ուրեմն ամեն ինչ լավ է։ Այո։ Ես էլ նայում եմ, տատիկ չունեմ, որ իր այդ նայեմ, հիմնականում մենակ եմ նայում, ամենամեծ քննադատս է այսքան ժամանակ մեծ եղբայրս է եղել, հենց ամենաառաջի օրվա ինձ ասում էր խիա է սենց, խիա նենց, ինչ է սենց անում, ինչ է սենց անում, բայց մի քանի ամիս հետո լիքը բան փոխվեց, արդեն լավ փոփոխություններն են շատերը ասում, ես նայում եմ, ես ինձ հետևում, ես իմ տարբերությունը ես իմ վրա զգում եմ, այդ կարծում եմ կարևոր բան է։ Եվ վերջին հարցը տամ ու վերջացնենք։ Սիրո խոստովանությունները շատ են հիմա ձեր կյանքում։
Եվ Դավիթին են ուղված Պապկենին, Աբուլին, Վահեին, ում են ուղված այդ սիրո խոստովանությունները։ Տատին։ Ես չեմ խուսափում սիրո խոստովանություններից, հաճելի է։ Այո, լինում են։ Դու շատ տիպն ես։ Ես։ Ինչքան քեզ սիրո խոստովանություն անեն։ Փորձենք։ Իսկ դու անում ես։ Չէ, դեռ ոչ։ Չէ։ Թող ինձ Չի գցել։ միայն ինձ թող անեն։ Դե հայ թողանեն, եթե Սիրում ես։ զգացմունքը էմոցիան հավաքվել է, մարդ պիտի արտահայտի, եթե կարիք կա նմանատիպ զգացմունք արտահայտելու, թող արտահայտեն։ Ինձ արտահայտում են հիմնականում ավելի շատ որպես կերպարի, եղել են լիքը տարբեր դեպքեր։ Շատ լավ։ Շատ չփորփրենք տղաների անձնական կյանքը։ Փորփրենք։ Պարզապես նվիրենք Սարգոն Իջևանի Սարգոն Կարմիր 4 գինին, որպեսզի ցանկացած հաղթանակ նշվի այս գինու հետ միասին ու լավ տրամադրություն ապահովի։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել բացիկներ, որոնք նվիրեք ձեզ համար շատ կարևոր ու հարազատ մարդկանց։ Մեկը Միրիջանյանի խոսքերն են, ով սիրուն ինչու մոտեցար, սրտից գաղտնիքն ինչու իմացար, մյուսը Սոֆի Մխյանի երգից է, Սերժ ջան, մենք իրար սիրում ենք եւս 1 տարի։ Սա իհարկե դուք ինքներդ բաժանեք ընտրեկում եք նվիրելու, այնպես որ շնորհակալություն ձեզ։ Պապկեն, երբ որոշեք սիրո խոստովանություն անել, Այո, Բացիկը ձեզ պայման կօգտագործեմ։ Շնորհակալ ենք շատ։ մեծ հաջողություններ սերիալին եւ վստահ եմ, որ այդ անսպասելի դեռ սպասվող սերիալները շատ ռեյտինգային են լինելու եւ ATV հեռուստաընկերության համար եւ ձեզ համար։ Անպայման շնորհակալ ենք շատ ամեն ինչի համար։ Դե ինչ կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։